Ժորժ ջան, մենք կրկին Դեյրայում ենք։ Ես ուզում եմ ձեզ նաև մի բան ասել, որ այս միջոցը երբ տեսնում եք դուք, ուզում եմ ասեմ, որ այս գծի վրա, Ժորժ ջան, էսի գլխավոր փողոցն է, այս գծի վրա ուրեմն այսպես ասեմ ձեզ, գները տեխնիկայի շատ թանկ են։ Իրանք գիտեն, որ դուք տուրիստներ եք, այսպես ասեմ, ու հիմնականում փող են աշխատում հենց տուրիստների վրա։ Բայց եթե դուք ուզում եք, որ ցածր գներով տեխնիկա վերցնեք, ձեզ մի գաղտնիք բացահայտեմ, ինչ եք անում։ Գալիս եք Դեյրա, այս ինչի համար ցույց տվեցի, Դեյրայի վրա է այսի ժողովուրդ։ Գտնում եք այս միջետը եւ ուշադրություն։ Սա գլխավոր փողոցն է։ Հիմա այս գլխավոր փողոցով այսպես անցնում ենք ներս, այս արանքով անցնում ենք ներս, այդ արանքը Ժորժը տեսնում եք այդ փողոցը։ Սա երկրորդ փողոցն է, սա գլխավոր փողոց չէ։ Այստեղից գլխավոր փողոցից ցանկացած տեղից, ցանկացած մուտքից մտնում եք ներս։ Այսինքն անցնում եք դեպի երկրորդական փողոց։ Այնտեղ չինացիների առաջից ձեր կապրանքն է վաճառում, հենց չինացիներն են վաճառում, ու դուք կարող եք այնտեղից շատ ցածր գներով գնել ձեզ հարմար ապրանքը։ Այստեղից է ցույց տամ, որպեսզի տեսնեք, ահա, միջետը եւ այսպես միջետի դիմացով, այսպես տեսնում եք գլխավոր փողոցը։ Միջետի դիմացի մասով անցնում եք դեպի երկրորդական փողոց։ Իդեպ ուզում եմ հիշեցնեմ, որ ես արդեն իսկ ձեռք եմ բերել հենց չինացիների մոտից Xiaomi էլեկտրական ռոբոտ դոշեկուլ, ընդամենը 20,000 դրամով մեր գումարով։ Այնպես որ ուշադիր եղեք, առաջնային փողոցներից Դեյրայի խորհուրդ կտամ միանշանակ ոչինչ չառնել։ Այսինքն ասում են էժան, բայց քանի որ դուք կարող եք ավելի էժան գնել, ինչու չգնել ավելի էժան։ Հետևաբար ճիշտ կլինի, որ ոչ թե առաջնային փողոցներից գնեք այն ապրանքը, որը որ դուք ուզում եք, այլ գնել երկրորդային փողոցներից։ Այսինքն գնել այսպես անցնում եք, գնում եք երկրորդային փողոցներից եք գնում։ Ահա։ Երկրորդային փողոցներից։